Խղճի դարաշրջանը։ Քաղաքականությունն ու կրոնը ինձ համար իրենք զույգ եղբայրներ են։ Այո, նրանք զույգ եղբայրներ են։ Նրանց գենետիկ ինֆորմացիան իրարից շատ չի տարբերվում։ Մեկը վախեցնում է օրենքներով, մյուսը Աստծով։ Մտածել եք այս մասին։ Ես ինձ հաճախ եմ հարցնում, ինչպիսի տեսք ունենար աշխարհը, եթե չլինեին այս երկու եղբայրները, կրոնն ու քաղաքականությունը։ Հարցրել եք դուք երբևէ ձեզ այս մասին։ Ինչպիսին կլիներ աշխարհը առանց վախի, առանց սարսափի, առանց պանիկայի, առանց հոգևոր վիրուսների։ Ինչպիսին կլիներ աշխարհը, եթե մեզ մարդկանց մանկուց ոչ թե վարժեցնեին ու փորձեին դաստիարակել, այլ հիշեցնեին ու մոտեցնեին մեզ մեր ամենաբարձր եւ գլխավոր արժեքին՝ մարդու խղճին։ Բնությունը յուրաքանչյուր մարդու մեջ տնկել է մի ծառ, խղճի ծառը։ Այո, գիտեք։ Եվ այդ ծառը, երբ սնվում է արդարությամբ, ճշմարտությամբ եւ լույսով, ծաղկում է իր ամենագեղեցիկ ծաղիկներով, բարոյականությամբ, ինչն էլ որ այսօր այսքան պակասում է այս աշխարհին, բարոյականությունը։ Խիղճը, առանց խղճի չի կարող լինել բարոյականություն։ Բարոյականությունը խղճի պտուղն է։ Խիղճը մարդու ներքին կողմնացույցն է, բնության ամենամեծ նվերը, ապրելու բնության մեջ եւ բնության հետ, հարմոնիկ, սիրահարված, խաղաղ եւ հոգատար, մարդիկ մոռացել են իրար մասին հոգ տանելու մասին, նկատել եք։ Սիմբիոզի մեջ պետք է լինի մարդը բնության հետ, հիշելով, որ դու նրա շարունակությունն ես, ոչ թե թշնամին։ Դու բնության թշնամին չես։ Բարոյական մարդը չի կարող երբևէ սպանել, գողանալ, խաբել, ավիրել կամ դավաճանել, չեմ հավատում։ Բարոյական մարդուն ոչ օրենքով, ոչ Աստծով վախեցնել պետք չէ, որովհետև նրա օրենքն արդեն իր ներսում է։ Այն կոչվում է խիղճ, քո օրենսգիրքը քո ներսում է, դա քո խիղճն է։ Քեզ ուրիշ այլ օրենքներ պետք չեն։ Բայց համակարգը, սիստեման վախենում է խղճով մարդկանցից, քանի որ խիղճ ունեցող մարդուն չի կարելի կառավարել։ Դու խիղճ ունեցող մարդուն չես կարող մանիպուլացնել։ Համակարգը նախընտրում է անխիղճ քաղաքացուն, անբարոյական, անտարբեր մատչելի, որովհետև անխիղճ մարդուն կարելի է գնել, վաճառել, վարձել, վերավաճառել, օգտագործել, երբ ուզում ես, որքան ուզում ես, քանի անգամ ուզում ես։ Այդ պատճառով համակարգը մշակում է վախի, մեղքի եւ պանիկայի մշակույթ։ Մտածել եք այս մասին։ Որքան քիչ խիղճ ունի մարդը, այդքան ավելի հեշտ է նրան կառավարել։ Բայց գալու է ժամանակը, ես հավատում եմ, ես վստահ եմ, ես գիտեմ, երբ մարդը կհասկանա, որ առանց խղճի ապրել նույնն է, ինչ առանց թթվածնի շնչել, այսինքն անհնար է, կմեռնես, կոչնչանաս, կվերանաս, չի լինում։ Եվ հենց այդ օրը մարդը նորից կծնվի, ոչ թե կրոնի ձեռքով, ոչ թե օրենքների պարտադրանքով, այլ խղճի, արդարության եւ բարոյականության հրաշքով։ Այո։ Այդ օրը աշխարհը կմտնի նոր դարաշրջան։ Խղճի դարաշրջան, որովհետև
Այս դարաշրջանը, որում մենք հիմա ապրում ենք, սա մեղքի դարաշրջանն է։ Սա հիվանդությունների, չարության, ատելության, պատերազմի դարաշրջանն է, որովհետև մարդը կորցրել է իր խիղճը։ Դարաշրջանը, որտեղ մարդուն չեն կառավարի վախը, օրենքները, այլ իր սեփական ներքին ճշմարտությունը, որը մարդը այսօր մոռացել է։ Այն դարաշրջանը, որտեղ իշխանությունը չի լինի վախի ձեռքում, այլ բարոյականության, արդարության և մարդասիրության։ Այն դարաշրջանը, որտեղ մարդը չի վախենա Աստծուց։ Այո, այլ կհասկանա, որ իր մեջ ապրող խիղճը հենց ինքը Աստվածն է։ Երբ իմաստուններն ասում են, նա կորցրել է իր Աստծուն, սա նույնն է, ինչ ասես նա կորցրել է իր խիղճը։ Մտածել եք այս մասին։ Որովհետև Աստված չի ապրում օրենսգրքերում, չի ապրում եկեղեցում, չի ապրում գրքերում։ Աստված ապրում է այնտեղ, որտեղ դեռ շնչում է խիղճը։ Եվ հենց այդ օրը աշխարհը վերջապես կդառնա բարոյական, այսինքն մարդկային։ Ես ձեզ մաղթում եմ լուսավոր միտք, որպեսզի դուք հասկանաք, որ այս ճանապարհը, որով այսօր մենք գնում ենք, մարդկությունը գնում է այս հիվանդությունների, ատելության, չարության, պատերազմների, այս ճանապարհը խիղճը կորցնելու ճանապարհն է, այս ճանապարհը խիղճը կորցրած աշխարհի ճանապարհն է, Աստծուն կորցրած աշխարհի ճանապարհն է։ Մարդը պետք է գտնի, վերագտնի, հիշի իր խղճի մասին, որ իր ներսում խիղճ կա։ Մարդիկ իրենց խիղճը կորցրել են և փողով փառք են փնտրում։ Խիղճը կորցրել են և փողն են դրել իրենց խղճի տեղը, հասկանում եք։ Սա է այս մարդկության ողբերգությունն։ Ամեն ինչ պտտվում է փողի շուրջ, բայց որ պետք է պտտվեր հոգու շուրջ։ Մտածեք այս մասին։ Ես ձեզ մաղթում եմ, լավ օր, արթնացրեք ձեր խիղճը։ Շնորհակալ եմ։